ընտրեք գործատուին նույնպես, ինչպես գործատուն ձեզ ընտրում։ Համալսարանը տալիս է այն ինչ տալիս է, երբ որ դու ավարտում ես համալսարանը, դու շատ քիչ պատկերացում ունես իրական աշխատաշուկայի մասին։ Այդ սերունդը փոխվել է, ընկերություններն ունեն ավտոմատ փոխում։ Կա աշխատանքի տեսակներ, որոնք միայն պրակտիկայում է հնարավոր սովորել։ Որովհետև այդ տարիքում մեծ աշխատավարձ ուզել են անիմաստ է։ Աշխատանքի ընտրությունը եւս աշխատանք է։ Ողջույն Monk 3 YouTube-յան ալիքի սիրելի հետևորդներ։ Այսօր ձեր էկրաններին է նորից iPhone Կամ Ադոյա կամ A to Z վիդեո ոդքասթը մենք ձեզ արդեն հասցրել ենք շատ կարոտել, իսկ այս էպիզոդում շատ կարևոր թեմայի ենք անդրադառնալու։ Այս անգամ խոսելու ենք աշխատաշուկայի եւ կրթության մասին։ Մի կարևոր բան։ Երբ ավարտում ենք համալսարանը, դիպլոմը ունենք, մասնագիտություններ ունենք, բայց աշխատաշուկայի հանդեպ ունենք շատ մեծ սպասումներ։ Այսօրվա մեր քննարկումը շատ կարևոր կետերի է անդրադառնալու։ Այդ պատճառով մենք հրավիրել ենք մի մարդու, ով մեզ կօգնի այս հետաքրքիր հարցերի պատասխանները գտնել։ Մեր այսօրվա հյուրն է Skill Event Marketing ընկերության հիմնադիր Սերգեյ Ուսնուցը։ Ողջույն, պարոն Ուսնուց։ Բարև ձեզ։ Պարոն Ուսնուց, ուզում եմ միանգամից ձեզնից սկսել։ Կարամ մի փոքր հայտարարություն անեմ։ Ահա։ Դուք ինձ դիմում եք Սերգեյ, առանց պարոնի։ Շատ լավ։ Ու գնում ենք առաջ։ Շատ լավ։ Լավ։ Մի քիչ մի վարքան սովորեմ այդ փաստին, սովորեցի։ Սերգեյ, սկսենք ձեզնից ձեր անձնական փորձից, հա։ Ինչ մասնագիտություն ունեք դուք եւ ինչով եք հիմա զբաղվում եւ արդյոք այդ երկուսը համապատասխանում են իրար։ Առաջի կրթության մարքեթինգ, երկրորդ բանկային գործ, այսօր զբաղվում եմ ոչ մարքեթինգով, ոչ բանկային գործով, Skill Event Marketing-ի հիմնադիրն եմ եւ նաեւ զբաղվում եմ տարբեր պրոյեկտներով, խորհրդատվություններով մեծ մասը։ Իրա մեջ իհարկե ներառում է մարքեթինգը, բայց ոչ միայն։ Ժամանակակից համալսարանների մասին եմ ուզում խոսենք Սերգեյ, որովհետև կարծում եմ, որ այն ինչ կա հիմա շատ տարբերվում է 10 տարի առաջվա համալսարանների եւ կրթության մասին։ Ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, արդյոք հիմա Հայաստանում համալսարանները պատրաստում են իրապես որակյալ մասնագետներ, որոնք կարող են մտնել աշխատաշուկա եւ աշխատել իրենց մասնագիտությամբ, ձեր կարծիքով։ Միանշանակ այո, պատրաստում են որակյալ մասնագետներ, եթե չպատրաստեին մենք կարայինք արձանագրեինք, որ շուկայում չկա որակյալ մասնագետ, իսկ քանի որ իրականում կան որակյալ մասնագետներ, կարանք եզրակացնենք, որ համալսարանները այո պատրաստում են որակյալ մասնագետներ, բայց այդտեղ կա մի այլ հարց, որ համալսարանն է պատրաստում որակյալ մասնագետներ, որ ինչ տիպի որակյալ մասնագետներ են պատրաստում համալսարանները, որովհետև եթե ասենք բոլոր մասնագիտություններով ունենք որակյալ կրթություն, դա այդպես չի, բայց նաև ունենք մասնագիտություններ, որոնք ունենք որակյալ կրթություն։ Այսինքն համալսարանը պատրաստում է մի մարդու, որը արդեն կարող է մտնել աշխատաշուկա, թե իրեն դեռևս պակասում են որոշ որակներ իր մասնագիտական կետերում, որոնք ինքը պետքա մտնի աշխատանքի մեջ, նոր հասկանա, որ դրա բացը օրինակ կար։ Ձեր կարծիքը։ Եկեք մի փոքր գանք այնտեղից, որտեղ մեր պատկերացումները համալսարանների կրթության աշխատաշուկայի մասին սկսվում է, օրինակ, չգիտեմ, ձեր ծնողները որ թվականին ավարտել համալսարան կամ եւ այլ, մոտավորապես կհիշեք 30 տարի առաջ, 30 տարի առաջ։ Հենց այդ դրա մասին էլ ուզում եմ խոսամ։ Մենք մեծամասնությունը մարդիկ, այն ովքեր խորը թոշակում չեն, ավարտել են իրենց համալսարանը եւ իրենց քայլերն են արել աշխատաշուկայում կամ Սովետ միության վերջում կամ անկախ Հայաստանի սկզբում, հա? Այդ 30 տարի առաջ այդ դրա մասին ենք խոսում, մոտավորապես 30-40։ Այն ժամանակ, եթե ձեզ պատմել են, իսկ այնպես էր, որ մարդիկ երբ որ ավարտում էին համալսարանը, պետությունը իր վրա էր վերցնում այդ հոգում են ամեն ինչը վերաբերում է մարդու մուտքը աշխատաշուկա։ Համալսարանից հետո 3 տարով ուղեգիր կար, պետությունը աշխատանք էր տրամադրում մարդկանց, մարդիկ 3 տարի աշխատում էին, հետո դրանից հետո ազատ էին
այլ ճանապարհով գնան, հա, այսպես կոչեցալ, եւ ստացվում էր այնպես, որ կար կրթություն, կար պետություն, կար այդ մեխանիզմը, որը մարդկանց թույլ էր տալի մուտք գործեն աշխատաշուկա։ Ու այդ ամեն ինչ գրեթե սա ուներ, բայց բնականաբար երբ որ մենք եկանք այս մեր նոր իրականություն, կրթությունը սկսեց գնալով կամաց հետ մնալ աշխատաշուկայից եւ գնալով այդ գեփը մեծանում է, ինչպես կա կրթական ծրագրեր, որոնք այդքան հաճախ չեն արդիականանում, փոխվում եւ այլ, եւ կա աշխատաշուկա, որը շատ արագ է փոխվում եւ զարգանում, այսպես ասենք։ Համալսարանը պատրաստում է աշխատաշուկայի համար մարդկանց, բայց մարդիկ աշխատաշուկան փոխվել է եւ ընկերությունը այլ բան են սպասում։ Այսինքն ամեն դեպքում ստացվում է նենց, եթե ճիշտ հասկացա ձեզ, որ անձնավորությունը կրթություն է ստանում, ավարտում է համալսարանը, բայց վերջնականապես աշխատելու մասնագետ դառնալ սովորում է պրակտիկայի ընթացքում, երբ որ հնարավորություն է տրվում ինչ-որ միտեղ աշխատանքի մտնելու։ Նայեք, հենց այդպես էլ իրականությունը կա, երբ որ դու ավարտում ես համալսարանը, դու շատ քիչ պատկերացում ունես իրական աշխատաշուկայի մասին։ Դու գալիս ես մտնում ես աշխատաշուկա, հետո նոր հասկանում ես ինչն է քո գիտելիքների մեջ համընկնում, իսկ ինչը չի համընկնում եւ սկսում ես արագ լրացուցիչ կրթությունով կամ երկրորդ կրթություն ստանալով այդ արանքը լրացնել։ Ես ուղղակի ձեր խոսքերից հետո հիշեցի իմ համալսարանական տարիներին իմ դասախոսների խոսքերը, որովհետև իրենք բոլորը միաձայն ասում էին, որ կա աշխատանքի տեսակներ, որոնք միայն պրակտիկայում է հնարավոր սովորել։ Այսինքն մինչև Իսկ օրինակ բերել են։ Ես մասնագիտությամբ լրագրող եմ եւ օրինակ ինձ միշտ ասում էին, որ պետք է ինչ-որ խմբագրությունում կամ ինչ-որ մեդիայում աշխատել, որ հենց այդ կետում հասկանալ, թե քո գործը ինչ է իրանից ներկայացնում։ Եվ ես դրա հետ համաձայն եմ, իսկապես, որովհետև կան մասնագիտություններ, դասախոսների հետ համաձայն։ որովհետև իսկապես կան մասնագիտություններ, որոնք պետք է սովորել։ Ես իմ տեղում խորհուրդ եմ տալիս երիտասարդներին, որոնք ընդունվում են համալսարան, այդքան մեծ սպասումներ եւ վարդագույն ամեն ինչ չպատկերացնել, որովհետեւ ամեն տեղ կա դժվարություն եւ որպես ուսանող էլ հայ երիտասարդ տարիքում պետք է հասկանալ, որ այդ մարտահրավեր չելենջ ասվածը ամեն տեղ կա։ Դու եթե ընտրել ես որևիցե մասնագիտություն, առաջին հերթին պետք է հասկանաս քո իսկ ընտրած մասնագիտության սահմանները որտեղ են։ Եթե հնարավոր է գնալ այդ առավելագույնին, անել ամեն ինչ, հասնել այդ կետ, եթե ոչ, ապա անել են ինչ որ քեզ մոտ իրապես ստացվում է։ Ես այն ժամանակ ուղղակի իմ դասախոսներին շատ, այսպես ասած, հիասթափվում էի այդ խոսքերից, երբ իրանք ասում էին, դե այդքան էլ այդպես չի, պետք է ավելի ռեալիստ լինել, բայց երբ որ դու իսկապես մտնում ես աշխատաշուկա ու հասկանում ես, որ իրանք ճիշտ են, քեզ ժամանակ է պետք, որ իրականում հասկանաս, թե ինչ կար այդ խոսքերի հետևում։ Այսինքն ինչ է ստացվում մեր օրերում բարձրագույն կրթությունը ու դիպլոմը գործատուի ու անձնավորության համար իրանց նշանակությունը փոխվում է, եթե մենք ամեն դեպքում ավարտում ենք, մտնում ենք աշխատանքի, նոր սովորում ենք աշխատել, նոր սովորում ենք այդ մասնագիտությունը հիմնովին, այսինքն կարելի է միանգամից գնալ պրակտիկայի, հա, փորձել այդպես չէ։ Եկեք նախ հասկանանք ինչ է տալիս համալսարանը։ Եթե ուսանողը եկեք վերցնենք, որ տարբեր ուսանողներ կան, հա, բայց եկեք վերցնենք, որ կան ուսանողներ, ովքեր սովորում են, նորմալ սովորում են, հա, Կան այդպիսի ուսանողներ։ Եվ ինչ է տալիս համալսարանը, համալսարանը տալիս է դիսցիպլինա, համալսարանը տալիս է սիստեմա, համալսարանը տալիս է մտածելու եւ աղբյուրներից օգտվելու ունակություն, հա, որովհետեւ չի կարա որևէ համալսարան այսօր տա քեզ այնպիսի կրթություն եւ գիտելիք, որ քեզ մինչև քո կյանքի վերջ, կարիերայի վերջ, քեզ համար այդ ամեն ինչը հերիք լինի եւ արդիական։ Շուկան փոխվում է, մասնագիտությունները փոխվում են եւ համալսարանը դա բազա է, իսկ հետագայում քո գիտելիքը բերես եւ ամեն անգամ երբ որ տեխնոլոգիան փոխվում է, քո գիտելիքը համապատասխանեցես, դա մնում է քո վրա։ Բայց որտեղ ես դու սովորում այդ ամեն ինչը բերել այդ նույն հարթակի վրա, համալսարանն է տալիս, դպրոցն է տալիս, միգուցե մանկապարտեզն է տալիս մեզ այդ բազան, բայց եկեք որպեսզի մեր զրույցը ավելի պրակտիկ լինի, հասկանանք իսկ ինչ էր կատարվում, երբ որ դուք համալսարանից եկաք աշխատաշուկա, որ ձեր
տպավորությունները պատմեք ու մենք սկսենք դրա շուրջը մեկնական բանել, դա ռեալ բան կլինի, իրական կեյս կլինի։ Հա, իրականում ես բախվեցի հենց առաջին խնդրին, որ ես խմբագրությունների եւ ընդհանրապես մեդիաների մասին շատ հստակ պատկերացում ունեի, հենց իմ ներսում, այսինքն երբ որ նույնիսկ իմ դասախոսները, հա, ուղիղ ասում էին, որ օրինակ խմբագրությունը աշխատում է այսպես հատուկ չգիտեմ, կանոններով, դեդլայներով եւ այլն, երբ որ դու ուսանող ես, ամեն ինչ քեզ մոտ ավելի հեքիաթային աստիճանում է։ Այսինքն դու ռեալիստ չես, բնականաբար, որովհետեւ դու երբեք, չգիտեմ, 6-ից 7 աշխատանք չես ունեցել, դու երբեք չես իմացել աշխատաշուկայի ներսում ինչ էթիկական օրենքներ կան, ինչպես է դա կառավարվում, ու երբ որ դու միանգամից մտնում ես ներս ու հասկանում ես, որ քո գործատուն քեզանից օրինակ պահանջում է օրական 7 հոդված, պատրաստ է 7 հոդվածի համար վճարել մի գումար, որին օրինակ դու համաձայն չես, կամ քո պատկերացումների մեջ սկսնակը չպետք է օրինակ նման, հա, գումար ստանա։ Յուրաքանչյուր կետում քո պատկերացումը չի համապատասխանում։ Իմ ասած այսպիսին էր, որ երբ որ դու սովորում ես եւ պետք է մտնես պրակտիկա, իմ առաջին խորհուրդը, ելնելով իմ փորձառությունից դա այն է, որ մի կողմ պետք է դնել քո պատկերացումները եւ քո սպասումները, որտեղ ոչ մեկ մեղավոր չի, որ դու ունենում ես, չգիտեմ, սարերի եւ ձորերի ինչ որ տարբերության պատկերացումներ, պետք է ուղղակի մտնես ու հասկանաս, դու սիրում ես քո մասնագիտությունը, թե ոչ։ Այլ կերպով ինձ թվում է հնարավոր չի հասկանալ ինչ աստիճանում է գտնվում աշխատաշուկան։ Okay, հիմա եկեք մի քիչ ավելի պրակտիկ այդ ամեն ինչը, քանի որ բոլորը չեն լրագրող, եկեք ընդհանուր ասենք, ինչ խորհուրդ կտանք օրինակ այն մարդկանց, ովքեր համալսարանում են ու վերջի կուրսերում են եւ պատրաստվում են մտնել աշխատաշուկա։ Ես օրինակ ինչ խորհուրդ կտայի ես։ Եկեք տարբեր տարիքի ենք, եկեք փորձենք դրանք մեր խորհուրդները իրար հետ համընկնում է թե ոչ։ Ես կասեմ սկզբից ես ասեմ։ Նախ այո, դուք ճիշտ եք։ Մեր ժամանակ էլ էր այդպես, հետո էլ էր այդպես, ձեր մոտ էլ էր այդպես եւ հետո էլ այդպես կլինի, որովհետեւ մեզ ընտանիքում այլ պատկերացում են տալի աշխատանքի մասին, որովհետեւ դա մեծ մասը մեր ծնողներն են, հա, մեզ ներկայացնում, մեր ծնողները մեզ բոլորը սիրում են, իրանք ուզում են, որ մեր կյանքը լավ լինի, այդ վարդագույն ակնոցները հենց երբեմն իրանք են հագցնում մեզ։ Համալսարանը տալիս է այն ինչ տալիս է։ Համալսարանը շուկան, աշխատաշուկան ավելի արագ է զարգանում, ես դրա մասին խոսացի եւ համալսարանը չի կարող հասնել այդ ամեն ինչի հետևից։ Բնականաբար, եթե վերցնենք, որ համալսարանը տվել է բազան, մեզ, հա, բազա, կրթվելու ունակություն, սովորելու եւ այլ, մենք պետք է ինքներս փորձենք, հասկանանք ինչ է մեզ սպասում աշխատաշուկայում։ Ինչպես նախ մի քիչ ավելի շուտ սկսել շփվել գործատուների հետ, քան թե երբ որ դու ուժը ավարտել ես եւ դու պետք է մտնես աշխատաշուկա։ Օրինակ, երկրորդ կուրս, երրորդ կուրսի ժամանակ կան բազմաթիվ կրթական ծրագրեր հենց ընկերությունների կողմից։ Կան բազմաթիվ պրակտիկաներ ընկերությունների կողմից, ինտերնշիփեր, հա, որոնք կազմակերպում են ընկերությունները։ Երբ որ դու սովորում ես համալսարանում, դու կարող ես այդ ամեն ինչին մասնակցես։ Այդ դեպքում քո մոտ կլինի այսպես դու կունենաս քո այն վարդագույն ակնոցները, որը կարաս մի օր թողես տունը, գաս աշխատանքի, երբ որ դու այդքան էլ կախվածություն չունես, որովհետև դա պրակտիկա է, վերջը ինտերնշիփ է, հա, այնտեղ ամեն ինչ մի քիչ ավելի թեթև են նայում, հա, պրակտիկանտին դու երբեք չես նայում այդ նույն ձևով, ինչպես հիմնական աշխատողին, հա։ Եվ լինելով իրական միջավայրում դու սկսում ես հասկանալ, որ աշխատաշուկան այլ է եւ այդ վարդագույն ակնոցները կարաս գաստուն էլ չհակնես, եթե գնանք ձեր տերմինոլոգիայով, հա։ Իսկ որպեսզի դա էլ ավելի հեշտ լինի, մենք օրինակ skill-ը ստեղծեցինք Curiosity Fest։ Ինչի համար, եթե վերցնենք ինչ է տալիս Curiosity Fest-ը, ինչու ենք մենք կոչ անում գալ Curiosity Fest հենց մեծ մասը նաեւ ուսանողներին։ Կարող է ուսանողները ասեն, դե մեզ այսօր աշխատանք պետք չի։ Մենք պատրաստվում ենք մտնենք աշխատաշուկա 2 տարուց հետո։ Բայց երբ որ դու գալիս ես Curiosity Fest, դու տեսնում ես իրական գործատուների։ Դու կարող ես լսես, շփվես, մոտենաս, հարցեր տաս, որովհետև բազմաթիվ եւ բազմազան պլատֆորմանք որպես գործատուները այնպիսի ձևերով են ներկայանում Curiosity Fest-ում, որ դու կարաս այդ ամեն ինչը ուղղակի կողքից նայես եւ պատկերացում կազմես, հետո բազմաթիվ ելույթներ,
ելույթներ, պանելային քննարկումներ, մարդիկ քննարկում են իրական խնդիրներ, որոնք տեղի են ունենում իրական ընկերություններում, իրական աշխատաշուկայում եւ լսելով այդ ամեն ինչը դու շատ ավելի շուտ կարաս այդ պատկերացում ունենաս իրականության մասին, ինչա քեզ սպասում աշխատաշուկայում, քան թե սպասես, համալսարանը ավարտես, հետո նոր անես առաջի քայլերը։ Այսօր ես վերջերս համալսարանում ելույթ եմ ունենում, երբ որ ես հարցրեցի դահլիճում ուսանողներին, քանի մարդ կա, որ աշխատում է, այս բան եւ սովորում է եւ աշխատում, բավականին 50%-ից ավել էր։ Այդ օրինակ մեր ժամանակները այդ կարար լիներ, չգիտեմ, միգուցե 5%, նույն իհարկե ես sense չեմ կարող հստակ վերացեմ, բայց կներեք 50%-ից ավել մասնագիտությամբ էր արդեն աշխատում, թե ուղղակի որևէ տեղում աշխատանք քերանում։ Էական չի ինքը մասնագիտությամբ աշխատում, թե չէ, իրականում երբ որ դու աշխատում ես, դու աշխատաշուկայից եւ գործատուից սկսում ես պատկերացումներ ունենալ, ինչ կապ ունի դու քո մասնագիտությունով ես աշխատում, թե ոչ։ Այդ պատկերացման վերաբերյալ ուզում եմ մի բան հարցնել։ Տեսեք, մեր սերնդի մասին նմանատիպ կարծիք կա, ու չեմ էլ ասի, որ սխալ կարծիք է, երևի թե ճիշտ է, որ մենք երբ որ գնում ենք կոպիտ ասած աշխատանքի ընդունվելու, մենք միանգամից խոսում ենք գումարի մասին, ու այդ գումարը միանգամից շատ ենք պատկերացնում, չնայած նրան, որ փորձ չունենք։ Այ դա ձեր կարծիքով գործատուի համար դա նորմալ է, նորմալ չի, թե սխալ է, ճիշտ է, ոնց մոտենան այդ հարցին երիտասարդները։ Երիտասարդները թե գործատուները։ Համ երիտասարդները, համ գործատուները։ Այդ կարևոր է, երկու կողմ կա այդ ամեն ինչի մեջ։ Նախ սկզբից ասեմ, որ այդքան էլ այդպես չի, որ երիտասարդները գալիս են ու միանգամից ինչ որ այնպիսի գումարներ են ուզում, որ չի համում գնում, որովհետև ցանկացած գործատու կարա այդ գումարը չտա, ինքը այդ գործը չի ստանալու։ Վերջիվերջով ինքը ուզելով մեծ գումար, հետո կարա իջեցնի, կգնա մի տեղ իրան չեն վեկալի, կգնա երկրորդ տեղ իրան չեն վեկալի, երրորդ տեղում կուզի այնքան, ինչքան աշխատաշուկան է, հա, պատրաստ տրամադրի տվյալ մասնագիտության, տվյալ փորձով մարդու համար։ Իսկ մենք խոսում ենք ինչքան հասկացա զրոյական փորձի մասին, չէ՞։ Այդ առաջինը, երկրորդը, այո, երիտասարդները մի փոքր ինչ փոխվել են, բայց դա նորմալ է։ Մեր ծնողները ուրիշ ձև էին, մենք ուրիշ ձև ենք, մեր երեխաները ուրիշ ձև են։ Հիմա իմ երեխաները հենց այն տարիքում են, որ իրենք առաջի քայլերն են անում աշխատաշուկայում, եւ դες չի ասի, որ իրենք կտրուկ տարբեր ձևով են, հա, փոխվել է, աշխարհն է փոխվել, բայց վերաբերմունքը եւ հարաբերությունները գործատու աշխատող փնտրող ինքը ունի հստակ պարամետրեր, բայց ես մի բան էլ ասեմ, որ ինչու ձեր հետ համաձայն չեմ գումարի վերաբերյալ, մենք 24 թվականի Career City Fest-ում արեցինք մի հետազոտություն, որի մասնակցեց 1300 մասնակից տարբեր տարիքային խմբերի։ Հիմա ես կպատմեմ, երբ որ մարդիկ այդ տարի Career City Fest-ում մասնակցեց 8000-9000 մասնակից, մոտորապես պատկացեք ամեն 6-րդը մասնակցել է, դա բավականին ռեպրեզենտատիվ է, հա, այդ հարցումը։ Ամեն մարդ, որ մտնում էր, իրեն տալիս էին համապատասխան գնդակ իր տարիքին։ Там Gen Z եւ այլ։ Ամեն մեկը իր գույնը ուներ։ Եվ այդ երբ որ մարդիկ մտնում էին, մոտորապես 6 մետրանոց ինստալյացիա կար եւ այնտեղ գրած էր ինչպես եք դուք, որն է ձեր առաջնային պահանջը գործատուին եւ ոնց եք դուք ընտրում գործատուին, որն է առաջնայինը։ Բնականաբար մարդ մի պարամետրով չի ընտրում գործատու, հա, տարբեր պարամետրներ կան ու դա մի փոքր իջ սխալ պատկերացում է, եթե մտածում եք, որ բոլորը գումարով են ընտրում գործատու։ Տենց չի, բացարձակապես այդպես չի։ Եվ ինչքան էր զարմանալի, որ այդ գնդակները երբ որ գցում էին, պատկերացեք այդ 6 մետրանոց պատը, սկսում էր ինքը sense թափանցիկ էր, հա, սկսում էր երևալ, որ կար դեղ աշխատավարձ, մթնոլորտ, զարգացման հնարավորություններ եւ այլ, 6 հատ սյունյակ էր եւ որ սյունյակները ձեզ աշխատավարձն էր ամենամեծը, ամենաշուտը լծվել, այսպես ասեմ։ Այնտեղ նշեցիք, կարծում եմ, եթե դե արդեն ասեցիք, որ աշխատավարձը չի, տրամաբանորեն երևի բանն է, զարգանալու հնարավորություն, հա։ Հենց տենց էլ կար, բայց քանի որ դեղ կար մի երկրորդ
բան, հա, չէ որ տարբեր սերունդներ ստացել են տարբեր գույնի գնդակներ։ Բնականաբար այն մարդիկ, ովքեր պայմանական 45 եւ ավել տարիք ունեին, բնականաբար իրենց համար երկու բաներ ավելի արագ լուծվում՝ աշխատավարձ եւ հարաբերություններ։ Իրենք ուզում էին աշխատեն, ստանան բարձր աշխատավարձ եւ ունենան լավ միջավայր։ Բնականաբար բոլոր մարդիկ, ովքեր տարիքով մեծ են, այդ են ուզում, իրենք համարում են իրանք ամեն ինչ անցել են, իրենց ինչա պետք, գումարա պետք, մենք էլ լավ վերաբերմունք, լավ մթնոլորտ։ Իսկ երիտասարդների կողմից Gen Z, հա, դուք ասացիք, ամենամեծը եղել է զարգանալու հնարավորություն եւ դա էլ է օքեյ, որովհետեւ այդ տարիքում մեծ աշխատավարձ ուզել է, դա անիմաստ է, քեզ ոչ մեկ պատրաստ չի մեծ աշխատավարձ տա, բայց արդյոք պատրաստ է ընկերությունը ներդրում անի ձեր զարգացման մեջ։ Բնականաբար երիտասարդների համար այդ ամենակարևորն է եւ այդ սյունակը ամենամեծը լսվեց, որ բնականաբար ամենաշատ մեծ քանակի երիտասարդներ էին գալի Curiosity Fest։ Այդ շատ կարևոր է, որովհետեւ զարգացման ամենակարևոր կետերից մեկը ոչ միայն այդ մթնոլորտն է կամ քո մասնագիտական այդ չգիտեմ, նյուանսներն է, որ դու սովորում ես այնտեղ, որտեղ դու գնում ես, այլ նաև աշխատավարձն է, որովհետև եթե դու չունենաս ձգտման կետ, այսինքն լինելով սկսնակ կամ լինելով փորձառու, դու այդ գործը բնական է չես անի, այսինքն մենք բոլորս գնում ենք աշխատանքի, որովհետև բոլորին պետք է աշխատավարձ, դա շատ հստակ կետ է, ես պարզապես երբեմն չեմ հասկանում ինչի է մարդկանց համար խիստ սահմանափակ այդ թեման, որովհետև մենք որպես երիտասարդ սերունդ շատ բաց ենք այդ թեմային եւ ես նույնիսկ ողջունում եմ բոլոր այն գործատուներին, որոնք նույնպես բաց են այդ թեմային եւ կարողանում են բացատրել ինչու համար դու կարող ես ստանալ այսքան աշխատավարձ։ Օրինակ քո աշխատավարձը ձևավորվում է ըստ քո փորձառությունների, քո կրթական, չգիտեմ, ընտրված ճյուղի։ Եվ եթե դա բացատրվում է, դա միայն ողջունելի է, ես ուրախանում եմ, երբ որ գործատուն ինքն է ավելի շահագրգռված, որ իր, չգիտեմ, թիմը հասկանա, թե ինչի համար է ինչ-որ բանը տեղի ունենում։ Մենք շատ կարևոր բաներից խոսեցինք, ամենակարևոր կետը, որին ուզում եմ հետ գան կրթական թեմայի հետ կապված, որ աշխատաշուկան շատ հաճախ փնտրում է փորձառու մասնագետների։ Փնտրում է մասնագետի, ով իր թիմին կավելանա ու կավելացնի իր թիմի որակը։ Եվ ինքը խնդիրներ չի ունենա, այսինքն փորձառու մասնագետը ես կարողանում եմ հասկանամ։ Բայց մենք խնդիր ենք ունենում, որ սկսնակ մասնագետները, մարդիկ, որոնք նոր են ավարտել, արդյոք իրենք աշխատաշուկայում ունեն տեղ, որ կարող են գնալ եւ որպես սկսնակ հասկանալ, որ իրենք կարող են ճիշտ ներդրումներ անել իրենց կրթության մեջ, ինչպես որպես սկսնակ ընտրեն ճիշտ գործատուի, ինչ խորհուրդ կարող ենք տալ սկսնակ դեռևս նոր ավարտած երեխաներին կամ մարդկանց, չգիտեմ, ինչպես ճիշտ ասել, որոնք նոր են մտնում աշխատաշուկա, ինչ ճիշտ խորհուրդ կարող ենք տալ։ Ինչպես ճիշտ ընտրել գործատուին։ Եկեք ասեմ, նայեք, ճիշտ ու սխալ չկա այս գործում։ Ամեն մարդ ունի իր ուղին եւ իր ճանապարհը, ինքը պետքա ընտրի վերջ-վերջով պատասխանությունը հենց այդ մարդունն է։ Ես կասեի ինչպես ես կանեի, եթե ես օրինակ նորից լինեի պայմանական 17-18 տարեկան, հա, միգուցե 20։ Նախ ամենակարևորը այն է, որ եթե խոսանք համեմատեմ ես իմ այն ժամանակ, երբ որ ես էի 20 եւ հիմա, այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ կա, որպեսզի ապագա մեր գոլեգան, պայմանական որ գալիս է մեր ընկերություն կամ ձեր ընկերություն, ուսումնասիրի ընկերությունը։ Այսօր կարելի է ուսումնասիրել ընկերությունը բազմաթիվ բաց աղբյուրներով եւ հասկանալ հետեւյալը. ինչպիսի գործատու է նա, ինչ միջավայր է եւ մթնոլորտ է տվյալ գործատուի մոտ, ինչպիսի կրթական եւ զարգացման ծրագրեր ունի սկսնակ մասնագետների համար, հենց սկսնակ, ինչպես է ինքը կառուցում սկսնակ մասնագետների, թիմակիցների 1-ից 3 տարի, այդ կրիտիկական տարիներն են, հա, այդ 1-ից 3 տարվա այդ կարիերային տրեկը, հա, կոչեցյալը, այդ ովքեր են ղեկավարները, բարձր ղեկավարները, ովքեր են իրենց անմիջապես ղեկավարները, ովքեր են լինելու, ով են այդ մարդիկ, ինչով են ապրում, հետևել իրանց սոցցանցերին, իրանց ելույթներին, երբ որ իրանք գնացել են ինչ-որ տարբեր տեղեր, խոսում են, ելույթ են ունենում, այդ ամեն ինչի ինչի համար եմ ասում, էլի շատ եմ ելույթ ունենում հենց համալսարաններում եւ այս հարցը բնականաբար շատ են տալիս հենց նույն ձևակերպման,
Միշտ պատասխանում եմ նույն ձևի։ Ընտրեք գործատուին նույնպես, ինչպես գործատուն ձեզ է ընտրում։ Գործատուն կազմակերպում է մրցույթ, չէ՞։ Գալիս են մեկից ավել մասնակիցներ եւ սկսում են անցնել հարցազրույց։ Գործատուն ունի HR team, ռեկրուտերներ, որոնք քո հետ աշխատում են, կազմակերպում են առաջի փուլ, երբեմն տեստային առաջադրանք են տալի, երկրորդ փուլ, հա, միջև ընտրում են քեզ։ Ինչքան ջանք են դնում գործատուները ընտրելու պայմանական մեկ մասնագետին։ Եվ երբեմն երբ որ ես նայում եմ մասնագետները, ովքեր գալիս են դիմում են, իրենք ավելի քիչ են ժամանակ տրամադրում ուսումնասիրելու գործատուին, քան թե գործատուն տրամադրում է ուսումնասիրել իրենց։ Ես համարում եմ դա ոչ այդքան լուրջ վերաբերմունք ու բացատրեմ ինչու։ Ցանկացած գործատուի համար մասնագետը, որին ընտրում են, ինքը այնց բազմաթիվ թիմի անդամներից մեկն է, բայց մեր համար երբ որ մենք գնում ենք աշխատանքի գործատուն միակն է, եւ մենք ավելի ուշադիր պետք է այդ ամեն ինչը անենք, եւ եթե ապագա մեր թիմակիցը որոշել է մեզ ուսումնասիրի որպես գործատու, ցանկացած ընկերություն կարելի է ուսումնասիրել, այսօր ինտերնետը, նաեւ արհեստական բանականությունը թույլ են տալի այդ ամեն ինչը անել տունը, շատ հեշտ, հանգիստ եւ այլ եւ այլ։ Եվ այդ առաջի խորհուրդն է։ Երկրորդը ես միշտ ասում եմ, կարևոր է ընտրել այն թիմը, այն ղեկավարին եւ այն product-ը, որտեղ դու հայտնվելու ես։ Product ցանկացած բան product, այսի product-ա, չէ՞, սա ձեր product-ն է։ Եվ դուք ունեք այս podcast-ը որպես product, այս ընկերությունը որպես գործատու եւ կներեք չեմ ճանաչում ձեր ղեկավարը որպես մարդ, ով անմիջապես զբաղվելու է ձեր հետ, ձեր զարգացումով, ձեր փորձի վրա աշխատելու եւ այլ այլ։ Եվ շատ կարեւոր է ընտրել առաջի աշխատանքը այնպես, որ դու ընկնես ուժեղ թիմ, ուժեղ product եւ առաջի 3 տարին կարա քո կարիերայի վրա այնպիսի ազդեցություն ունի, քան թե ավելի շատ, քան թե մյուս օրինակ 5 տարին։ Եվ դա խոսում է պատասխանատու ընտրության մասին։ Դու պետք է պատասխանատու լինես քո ընտրության համար։ Ում ես ընտրել։ Վերադառնանք մեզ որպես Gen Z սերունդ, ով անպայման գալու է Career City Fest-ին։ Ամենամեծ քանակը։ Ամենամեծ ֆեստին, որտեղ Չէ, քանակը Gen Z-ին գալու է մեր փառատոնի ու գրեթե ամեն 5-րդ։ Անպայման նշենք, որ ապրիլի 18-ին եւ ապրիլի 19-ին բոլորին սպասում ենք Meridian Expo կենտրոնում։ Եվ կարելի է մի հատ նշել, որ որպեսզի հերթերից կամ տարբեր բաներից խուսափեն, Career City Fest.am կայքում հիմիկվանից գրանցվեն, որ գան անմիջապես մտնեն փառատոն, մուտքը ազատ է, այդ կարևոր է։ Միակ պետքա գրանցվել։ Ну, մեր սերնդի մասին խոսենք, այս սերնդի բերած փոփոխությունների ու այս սերնդի տեսակի հետ ո՞նց է փոխվել գործատուի բրենդը, այսինքն կազմակերպությունները ինչ են անում ու ինչ պիտի անեն, որ նոր սերնդին հնարավորություն ունենան գրավելու ու հրավիրելու իրենց կազմակերպությունները աշխատելու։ Կազմակերպությունները ինչ են, եկեք մի քանի օրինակով, հա, խոսանք։ Այսօր եթե նկատել եք բազմաթիվ ընկերություններ, օրինակ Հայաստանից խոսանք, այդ աշխարհում այդ ամեն ինչ կա, բայց մեր լսողները մեծ մասը երևի Հայաստանից կլինեն, ունեն իրենց գործատուի բրենդը, բայց եւ մեծ ներդրում են անում դրա մեջ, որպեսզի լինեն ցանկալի գործատու հենց երիտասարդ սերնդի համար։ Եկեք հասկանանք ինչու է ընկերությունը դա անում եւ ոնց է դա անում։ Անում է որպեսզի լինի ցանկալի գործատու, որպեսզի երիտասարդությունը ուզենա ցանկություն հայտնի իրենց մեջ ընտրել հենց այդ տվյալ գործատուին։ Բնականաբար ինչպես են անում։ Եթե նկատել եք մեծ քանակի ընկերություններ նույն սոցցանցերում, բացի կոմերցիոն բրենդից, սկսել են վարել երկրորդ էջեր, որոնք գործատուի բրենդին են նվիրված։ Ինչու են այդպես անում։ Որովհետև հասկանում են ինչպես է ժամանակակից սերունդը ընտրում գործատուին, ինքը չի ընտրում այնպես, ոնց որ ընտրում էին պայմանական 30 տարի առաջ թերթերով կամ ռադիո լսելով, երբ որ ռադիոյում հայտարարվում է, այսինչ ընկերությունը շտապ պահանջվում է, չգիտեմ, այսինչ մասնագետ։ Մարդիկ ընտրում են LinkedIn-ից, մարդիկ ընտրում են նայելով
շատ ընկերություններ վարում են եւ Instagram եւ TikTok այդ գործատուի բրենդի վերաբերյալ։ Ոնց է ընտրում մարդ, ով ընտրում է գործատուին սոցցանցերի միջոցով։ Ինքը հետևում է տվյալ էջին, տեսնում է թիմը, տեսնում է ինչպես է թիմը աշխատում, տեսնում է մթնոլորտը, որովհետև այսօր թե Instagram-ը, թե TikTok-ը թույլ է տալի դու տրանսլյացիա անես հենց քո թիմակիցներին, քո ինչով են զբաղված, ինչ որ հավես պահեր, երբեմն երգում են, պարում են աշխատատեղում եւ բնականաբար դրանով նաեւ փորձում են տվյալ սերունդի մոտ առաջացնեն հետաքրություն դեպի իրենց ընկերություն։ Ընկերություններն էլ են փոխվում եւ երբեմն շատ ավելի արագ, երբեմն մի քիչ դանդաղ, բայց փոփոխությունները ակնհայտ են եւ այսօր եթե այդ փոփոխությունները չլինեին, չէր լինի Curiosity Fest, որովհետեւ ինչու ընկերությունը պետքա ծախսի աղրելի գումարներ եւ գա Curiosity Fest ու ստեղծի տաղավար է, տաղավարում անի բազմաթիվ ակտիվացիաներ, ինչ որ ֆոտոզոնաներ, ինչ որ ինֆլուենսերների հրավիրի, պանելային քննարկումներ, keynote speech-եր, ինչ որ հետաքրքիր խաղեր, պարեր, երգեր, EVP show, որտեղ ընկերությունները հելնում են բեմ, սկսում են flash mob են անում, ինչ որ TikToker-ներ են բերում, ինչ որ podcaster-ներ են բերում, երբ որ դուք կտեսնեք այդ ամեն ինչը։ Այդ ամեն ինչը ընկերությունը ինչի համար է անում, որպեսզի այդ արձագանքի այդ տվյալ փոփոխությանը այդ սերունդը փոխվել է, ընկերություններն են ավտոմատ փոխում։ Լավ, այս ամեն ինչի համատեքստում Curiosity Fest-ը ի՞նչ է տալիս աշխատանք փնտրողներին, երիտասարդներին, ուսանողներին ու աշխատաշուկայում ինչ խնդիրներ է լուծում։ Նախ դա հարթակ է, եկեք երկու կողմից գանք, գործատուները վերցնենք գործատուների համար։ Ինչ է տալիս գործատուներին։ Փառատոնը այնպես է կազմված, որ տարբեր տիպի հարթակներ կա, որովհետև գործատուները տարբեր ձևով են, տարբեր խնդիրներ են լուծում։ Մեկը ինչ որ պրոդուկտ է ուզում նոր բերի շուկան, իրան արագ թիմ է պետք։ Իրան մեծ քանակի մարդիկ են պետք։ Այդ այլ գործատու է եւ այլ խնդիր է։ Կան գործատուներ, ում պետք չեն շատ քանակի մարդիկ, իրենք պետք է այն եղածներին պահեն, այն եղածների մոտ առաջացնեն հպարտանալու զգացմունքներ, հա։ Կան ընկերություններ, ում պետք է հենց իրենք են ուզում իրենց բրենդը, որ ճանաչելի դառնա։ Մենք միջև ստեղ մտնելը մի թեթև խոսացինք, բազմաթիվ լավ ընկերություններ կան, որոնց մասին մեծ մասը հանրության չի իմանում։ Եվ Curiosity Fest-ը դա շատ լավ հարթակ է միանգամից դառնալ ոչ թե ճանաչելի, նաև որպեսզի քեզ ճանաչեն որպես գործատու, այլ ոչ թե որպես միայն ապրանքատեսակ, որը պայմանական սուպերմարկետում պոլկայի վրա դրած է։ Այս ընկերություններին ինչ է տալի։ Հիմա գանք մարդկանց կողմից, հա, մասնակիցների կողմից։ Մասնակիցները տարբեր սերնդային խմբեր են։ Բնականաբար ես ասացի, ամեն 5-րդն է Gen Z, ամնացած ով են։ Եվ ինչու են իրանք եկել։ Չէ՞ որ մեծամասնությունը իրանք գործ ունեն։ Ու էլի բազմաթիվ մենք ամեն տարի անում ենք հետազոտություններ, մարդկանցից հարց ենք տալի, երբ որ իրենք գրանցում են, խի եմ ասում, վարտադիր գրանցրեք։ Գրանցումը մեզ պետք է, որպեսզի հասկանանք ով է գալի։ Իսկ իրենք բացի անունազգանուն հեռախոս email լրացնում են նաև քանի տարեկան են, որտեղից են, որ քաղաքից են, որ համալսարանն են ավարտել, ինչ մասնագիտություն ունեն, միգուցե սովորում են, միգուցե քանի տարվա փորձ ունեն, ինչ մասնագիտություն ունեն եւ երբ որ նայում ես մնացած մարդկանց այն ովքեր գործ ունեն, իսկ մեր մոտ գալիս են 12%-ը գալիս են մարդիկ, ով 10 տարի փորձ ունի։ Հարց, ինչի համար են գալի։ Դե որ տեսնեն միգուցե ավելի հետաքրքիր առաջարկ գտնեն կամ մի քիչ ավելի հետաքրքիր բրենդ։ Այո, եւ նաեւ ամենակարևորը այդ տիպի մարդիկ ինչ ունեն։ Փորձ։ Եվ ապագա աշխատանք փնտրողն էլ կամ ներկա միգուցե ուզում է փոխի ոլորտը, մասնագիտությունը, ընկերությունը, հազար մի բան կա, չէ՞, մարդ խիա կարիերայում ուզում փոփոխություն անի։ Ինքն էլ գա տեսնի գործատուին առանց ոնց որ մերոնք ասում են ոնց որ գործատուի ետնաբեմը։ Մեր թիմի երեխեք տենց են ասում։ Անպայման ուզում ենք հիշեցնել, որ ապրիլի 18-ին եւ 19-ին Meridian Expo կենտրոնում կլինի եւ տաղավար կունենա Monk 3 YouTube-յան ալիքը, այնպես որ բոլոր հարցերի կամ պարզապես քննարկումների համար կարող եք մոտենալ մեր տաղավար։ Ահա, հիմա պատկերացրեք, կներեք, գալիս է մի ապագա լրագրող կամ միգուցե հաղորդավար
եւ դուք նստած աշխատում եք, հարյուրավոր մարդիկ ձեր շուրջը եւ գալիս է սկսում է ձեզ հարցեր տալ։ Ձեզ կակրաս կհարցնի, քանի որ դուք շատ խոսացիք աշխատավարձից, իրանք էլ եթե հաղորդումը լսեն, կգան ձեր հետ կխորհրդակցեն, կասեն կներեք կարամ ես ձեր հաղորդումը հենց տենց է լինելու, այսա կտեսնեք։ Ձեր հաղորդումը լսել եմ, ինձ մի հատ խորհուրդ կտաք, դուք օրինակ ոնց եք արել, որ ձեր ուզածին հասնեք, ձեր համար ինչքան հասկացա աշխատավարձը կարևոր է, իմ համար էլ է կարևոր։ Ինքը ձեր մեջ կտեսնի այն մարդուն, ում հետ կարա կիսվի, ու կգա կշփվի, ու դուք պատասխանելու եք, դուք չեք ասելու գնա ես ժամանակ չունեմ ձեր հետ խոսալու, խես вообще ինձ մոտեցել, թե բայց շատ ձեզ կարան քաղաքում մոտենան այդ նույն հարցը տան, որովհետև դուք դրա մասին խոսացիք, բայց career step-ում ավելի անմիջական կլինի։ Քաղաքում մի քիչ ամաչելով, օրինակ եթե տղան լինի, կարող է մտածի դուք ուրիշ բան կմտածեք, եթե ինքը մոտենա բանից փողոցում կանգնի։ Այն էլ աշխատավարձից, չէ՞։ Աշխատավարձ։ Լավ եք գումար աշխատում։ Օրինակ ինձ ուրիշ հարց կտան երևի։ Իմ համար շատ հետաքրքիր էր, ես ինձ թվում է սրանից հետո ու նաև մեր դիտողները մի քիչ այլ տեսանկյունից գնային, հա, աշխատանքի ընդունվելու գնալու process-ին։ Աշխատանքի ընտրությունը եւս աշխատանք է։ Այդ ֆորմուլայով պետք է ընտրել աշխատանք։ Դա աշխատանք է, որովհետեւ մենք ավելի շատ ժամանակ անցկացնում ենք աշխատանքի վայրում, մեր գոլեգաների, ղեկավարների եւ քան մեր ընտանիքի անդամների հետ եւ դրան պետք է իհարկե մի քիչ լուրջ վերաբերել վերջով մեր կարիերան ունի սահմանափակ, հա, էֆեկտիվ կարիերան ունի սահմանափակ տարիներ եւ կարեւոր է որոշ փուլեր անցնել արագ։ Այդ միշտ նայեք սպորտում ոնց է ամենատաղանդավոր ֆուտբոլիստը մեկը 35-ից հետո տենց չի կարող խաղա, հա 40-ում նու շատ կարող է պատմության մեջ մատերի վրա հաշվենք, որ 40-ում խաղում էր, հասկանում եք, կարիերան արագ ընթաց է։ Շնորհակալ ենք այսօրվա քննարկման համար։ Վստահ ենք, որ մեզ դիտողների համար էլ հետաքրքիր բաներ առանձնացրեցինք, քննարկեցինք, փորձեցինք ամենատարբեր կողմերից անդրադառնալ այսօրվա աշխատաշուկային։ Մենք դե այս էպիզոդից հետո կգնանք Career City Fest, որպեսզի բոլորից սպասենք այնտեղ ու խնդրում ենք, որ անպայման բոլորդ հետևեք careercityfest.am-ին, այսինքն տեղյակ լինեք բոլոր այն նորություններին, որոնք տեղի են ունենում հենց ֆեստի շրջանակում։ Դե ինչ շնորհակալություն բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին, որ բաց չթողեք մեր մնացած թողարկումները, պարտադիր սեղմեք զանգակը, իսկ ձեր էկրաններին էր A2Z-ին։ Այո, ձեզ հետ Էնջել կան եւ Բորիսը կհանդիպենք մյուս շաբաթ։ Հաջողություն։ Հաջողություն։